Վերջին 2 տարում կինոարտադրության ոլորտին ավելի մեծ ուշադրություն է դարձվում, որը մինչև այդ չէր արվել։ Այդ են վկայում վիճակագրական կոմիտեի տվյալները։ 2024-ին ավարտվել է 52 ֆիլմ, որոնց արտադրական ծախսերը կազմել է 1 միլիարդ 701 միլիոն դրամ, իսկ 2023-ին 28 ավարտված ֆիլմ է եղել։ Ծախսը 956 միլիոն դրամ է։ Այս տարի մենք ունենք կես միլիարդին մոտ ուրեմն գումար, որ մրցութային կարգով պետք է հատկացնենք կինոարտադրողներին։ Կինոարտադրողները մասնակցում են մրցույթին, դրամաշնորհային մրցույթին իրենց ծրագրերով եւ հատուկ հանձնաժողով կա, շատ բարձր որակյալ մասնագետներով համալրված, իրենք ընտրում են, թե որ ֆիլմը կարող է ստանալ պետության ուրեմն դրամաշնորհատվության օգնությունը։ Պետությունը ֆիլմ արտադրողներին աջակցում է նաև կարևոր մեկ այլ ծրագրով։ Կառավարության որոշմամբ օտարերկրյա ֆիլմ արտադրողները արդեն այս տարի հնարավորություն ունեն իրենց ֆիլմերի ներդրումների 25%-ի չափով վերադարձ ունենալ։ Եթե օրինակ դրսից ունենանք ֆիլմ արտադրողներ, ովքեր Հայաստանում կուզենան ֆիլմ արտադրել եւ նաեւ իրենց ֆիլմում ներգրավել հայկական կոմպոնենտ, դա կարող է լինել այդ ցանկը բավականին մեծ է, բայց դա կարող է լինել հայկական երաժշտություն, մշակութային ժառանգության ուրեմն ցանկում եղած ուրեմն մշակութային ժառանգություն համարվող որևէ շենք, շինություն, հա, այսպես ասեմ, եւս 10%-ի չափով կարող է այդ ներդրումների մասնակի վերադարձը ավելացվել, այսինքն ընդհանուր 35%-ի չափով ներդրումներ ունենալու դեպքում կարող է ֆիլմ արտադրողը հետ ստանել։ Կինոարտադրությունն այնպիսի ոլորտ է, որ միայն դրամաշնորհների միջոցով զարգանալ չի կարող, անելիքները շատ են, ասում են ոլորտի պատասխանատուները։ Ֆիլմերի ֆինանսավորումը մեզ մոտ տրամաբանությունը անկախ ֆիլմ արտադրության, ֆինանսավորման, զարգացման ուղղությամբ է։ Ամեն տարի ըստ օրենքի մենք կազմակերպում ենք 2 մրցույթ, պետք է կազմակերպենք 2 մրցույթ, որի ընթացքում մասնագիտական խորհուրդը, մասնագիտական խումբը, այսպես մենք ասում ենք էքսպերտների խումբ, որոշում է կայացնում, թե որ ֆիլմերը պետք է ֆինանսավորվեն։ Պետք է ներկայություն ապահովել ուրեմն Կանի փառատոնում, Բերլինարում, Վենետիկի փառատոնում, ամերիկյան այլ կարևոր հարթակներում, մի խոսքով ամեն տեղ, որտեղ որ հնարավոր է, պետք է ունենանք ներկայություն եւ այդտեղ կինոփառատոների շրջանակում միշտ կան շուկաներ։ Հենց այդտեղ են, որ արտադրողները իրենց հանդիպումներն են անցկացնում եւ այդտեղ արդեն պայմանագրեր են ստորագրում, միացյալ ծրագրերի հնարավորություններ են բացում եւ այլն, զարգացնում են։ Հայկական կինոն տարիներ շարունակ մեկուսացված է եղել միջազգային շուկայից, բայց այդ հարթակից կտրված չեն կարող լինել։ Լավ ֆիլմեր ստեղծելու ներուժը կա։ Եկող տարի ֆրանսիական սինեմատիկի հետ պայմանավորվածություն ունենք 10 անիմացիոն ֆիլմի թվայնացման եւ ռեստավրացիայի, այդ ծրագրի մի մասը կինոյի հիմնադրամը կվերցնի իր վրա, իսկ մյուս մասը արդեն ռեստավրացիայի ծրագիրը կվերցնի սինեմատիկի իր վրա եւ հետեւաբար այս 10 անիմացիոն ֆիլմերը կլինեն արդեն սինեմատիկի ուրեմն ֆիլմերի ցանկում եւ կարծում եմ որ կկազմակերպենք նաեւ Ֆրանսիայում ցուցադրություններ անիմացիոն ֆիլմերի եւ ունենք նաեւ մեկ պայմանավորվածություն դեռ բանակցությունների մեջ ենք եւս 15 անիմացիոն ֆիլմերի թվայնացում եւ ռեստավրացիա, ընդհանուր եկող տարի մոտ 26 անիմացիոն ֆիլմերի թվայնացման եւ ռեստավրացիայի ծրագիր ունենք։ Հիմնադրամը մեծ գործընթաց է սկսել, ասում է Բանուչյանը։ Վերհիշում նախկինում Հայաստանում գործել են 200-ից ավելի մշակութային տներ, որոնք հագեցված են եղել կինոթատրոնների տեխնոլոգիաներով։ Հասարակությունը հնարավորություն է ունեցել տոմս գնել, ֆիլմ դիտել։ Այդ մշակույթը վերադարձնելու նպատակ կա։ Դժգոհություններին էլ ինչ անել Հայաստանում որակյալ ֆիլմ ու սերիալ դիտելու ու ցուցադրելու համար ոլորտի ներկայացուցիչները վստահեցնում են։ Այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են։ Մերի Խաչատրյան, Ժիրայր Հաբեցյան, լուրեր։